Ուշագրավ փաստ առաջացավ այն, որ Վարսանիկ եւ Մարգո Գյուրջինյանները, որոնք մահացել էին նույն ժամին խոհանոցում, կար նրանց ոտքի կողքին ինքնաշեն էլեկտրական սալիկ, որից այրվել էր նրանցից Վարսանիկ Գյուրջինյանի հողաթափը, բայց բնակարան մուտք գործելուց հետո այդ էլեկտրական սալիկը անջատված էր եղել էլեկտրականությունից, այսինքն դա վկայում է այն փաստը, որ նրանց մահից հետո ինչ-որ անց մուտք է գործել այդ բնակարան։ Ուժողի իրավահաջորդ Թամարա Հարությունյանի պատմածը ինչ խոսք տարբերվում է Ավագյանի պատմությունից։ Նա նշում է, որ մորաքույր Վարսենիկը իրեն փոքր տարիքից որդեգրել է, ինքը ապրել է մորաքրոջ բնակարանում եւ հոգատար վերաբերմունք է դրսեւորել նրա, հետո նաեւ այդ բնակարան տեղափոխված մյուս մորաքրոջ նկատմամբ, այնքան ժամանակ, քանի դեռ չէր ամուսնացել եւ տեղափոխվել Սևան։ Ամուսնանալուց հետո էլ պարբերաբար այցելում է նրանց։ Նախաքննության ընթացքում պարզվում է, որ այցելելով Գյուրջինյանների բնակարան, Ավագյանը անտարբեր չի եղել նրանց հարևանների նկատմամբ։ Այս ընթացքում տեսնելով, որ հարևանուհիներից մեկը միայնակ է, առաջարկել է բնակարանի փոխանակում։ Ավագյանի գործելավոճից կարելի է եզրակացնել, որ Գյուրջինյանների հարևանուհին կարող էր լինել նրա հերթական զոհը։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով, դատարանը դատավոր Ռշտունու նախագահությամբ վճռեց. Խոսրով Հայրապետի Ավագյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին, 8-րդ եւ 15-րդ կետերով, դատապարտել ցմահ ազատազրկմամբ պատժի կրման սկիզբը հաշվելով 2007 թվականի սեպտեմբերի 24-ից։ Քրեական գործի դատաքննության ընթացքում մեղադրանքի կողմին հաջողվեց դատարանի մոտ համոզմունք ստեղծել ներկայացված մեղադրանքի վերաբերյալ եւ դատաքննության արդյունքում 3 դատավորները համակարծիք եղան, որ Խոսրով Ավագյանի մեղքը լիովին հիմնավորված է եւ կայացրեցին մեղադրական դատավճիռ։ Մինչեւ մեղադրական դատավճիռին անդրադառնալը կցանկանայի նշել նաեւ Խոսրով Ավագյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին։ Ի վերջո դատական վիճաբանությունների փուլում մեղադրողս պետք է համապատասխան նաև դիրքորոշում արտահայտեի ամբաստանների նկատմամբ պատիժ նշանակել պատժաչափի, պատժատեսակի եւ պատժաչափի վերաբերյալ։ Քրեական գործով ձեռք բերված տվյալների հիմնավորմամբ հանցագործության արկայությունը մեզ գրեթե այլընտրանք չէր թողնում պատժի ընտրության հարցում, որովհետեւ քրեական գործով արդեն իսկ հիմնավորվել էր, որ Խոսրով Ավագյանը փաստորեն որպես արհեստ զբաղվել է այդ զարուրելի արարքով եւ 3 անձանց մահվան պատճառ է հանդիսացել, ընդ որում շարժառիթը եղել է շահադիտական։ Եվ այս պայմաններում մենք միանշանակ հանգեցինք հետեւության, որ քրեական օրենքով նախատեսված պատժի նպատակները իրագործելի են ամբաստանյալի նկատմամբ, բացառապես պատժի առավելագույն չափի արկայության դեպքում ցմահ ազատազրկման։ Եվ դատական վիճաբանությունների փուլում իմ կողմից միջնորդություն ներկայացվեց դատարանին ամբաստանյալի նկատմամբ նշանակելու պատժի առավելագույն չափը ցմահ ազատազրկումը։ Դատարանը եւս համակարծիք եղավ փաստորեն, որտեղ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մեղադրական դատավճռով նշանակեց ամբաստանյալի նկատմամբ պատժի առավելագույն չափը ցմահ ազատազրկումը։ Դրանից հետո բնականաբար ամբաստանյալը եւ նրա պաշտպանը բողոքարկեցին Առաջիայցյանի դատարանի դատական ակտը վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչ դատարանում օրենքով սահմանված կարգով դարձյալ 3 դատավորների կազմով լսվեց այս գործը։ Վերաքննիչ դատարանում լսվեցին ինչպես պաշտպանության կողմի բերված պատճառաբանությունները, մանրամասն դարձյալ ուսումնասիրվեցին գործի բոլոր տվյալները, նաեւ լսվեց մեղադրանքի կողմի ներկայացրած փաստարկները եւ ի վերջո վերաքննիչ դատարանը եւս համակարծիք եղավ Առաջիայցյանի դատարանի հետ եւ իր որոշմամբ մերժեց անպաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը եւ օրինական ուժի մեջ թողեց Առաջիայցյանի դատարանի կայացրած դատական ակտը։ 2009 թվականի հուլիսին Խոսրով Ավագյանը դիմում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան։ Վերջինս սակայն նպատակահարմար չգտավ քննել նրա վճռաբեկ բողոքը։ Ցմահ ազատազրկման դատապարտվածների թիվը Հայաստանում ավելացավ եւս մեկով։
Եթե տեսանելի լինեին մարդկանց հոգիները ու ակներև լինեին նրանց կատարելիք արարքները, թերևս կանխվեին այն բոլոր չարագործությունները, որոնք կատարում է մարդը։ Յուրաքանչյուրն այդ դեպքում կգիտակցեր, որ իր ծրագրած ոչրագործությունն արդեն հայտնի է բոլորին ու երևի ինքն իրեն կնայեր այն հայացքով, որով նայում են մյուսները։ Այդ ժամանակ արդեն ներքին թերությունները չեն ծածկվի կեղծ վարմունքով, մտածածին պատմություններով, շողոքորթությամբ ու փարիսեցիական պահվածքով։ Մարդը կունենար բյուրեղյա մաքրություն եւ ոչ ոքի չէր խաբի իր ստահոդ խոսքերով, ինչպես ականակի ջուրը չի թաքցնում իր հատակի քարերը, փոսերն ու խոչընդոտները։ Վստահեք, բայց նաև կասկածեք ու ստուգեք։ Վստահեք, բայց ոչ այնքան, որ ձեր իրավունքներն հանձնեք ուրիշների տնօրինությանը։